Օրհնեցեք Տեր այր։ Աստված օրհնիցես։ Շնորհակալ եմ ձեր ժամանակի համար եւ միանգամից անցնենք ամենակարևոր թեմային Տեր այր համենայն դեպս ինձ համար որպես Միացյալ Նահանգների Լոս Անջելեսի բնակիչ դուք միակ ուրեմն հոգեվորականն եք, ով ձայն է բարձրացնում այն ամենի դեմ, ինչ կատարվում է այսօր մեր եկեղեցու հանդեպ արևմտյան թեմից։ Արևմտյան թեմից միակ հոգեվորականն եք, որ ինձ հայտնի է, միգուցե կան այլ հոգեվորականներ, որոնք ինչ որ կերպ ընդվզել են այն ամենին, ինչ որ սկսել է Նիկոլ Փաշինյան հայ առաքելական եկեղեցու դեմ եւ հետո 10 տիրադավների ցուցակը, որը գլխավորում է մեր թեմի առաջնորդը ցավոք, այդ ամենի դեմ միակ հոգեվորականն եք, որ բարձրաձայնել է։ Ինչու ուզում եմ հարցնել ձեր կարծիքը, ինչու կամ միգուցե եթե կան այլ հոգեվորականներ եւս խնդրում եմ այդ մասին ասեք, արդյոք պատճառն այն է, որ մարդիկ համաձայն են կաթողիկոսին հեռացնելու հետ, թե պարզապես կորցնելու բան ունեն, վախենում են օրինակ աշխատանքից զրկվել կամ վիզայից կամ մեկ այլ խնդիր կա։ Շնորհակալ եմ, ինչ որ ես գիտեմ, այսինքն իմ տեղեկություններով ես չգիտեմ որևէ ուրիշ հոգեվորական, որ բարձրացնում է այսպես։ Օրինակ ես գիտեմ, որ 7 տարվա ընթացքում, սկսելով օրինակ օգոստոս 22, 2018-ից որևէ մարդ, որևէ հոգեվորական մի կողմի որևէ կրվածք չեմ լսել։ Դեսել եմ մենակ իմ կրվածքները բոլոր լրատվականներում, մանավանդ սկսելով Հայաստանում դպակրված մամուլից, եւ այնտեղ է որ իմ հոդվածները կամաց սկզբում շատ ուշադրություն չէին դարձնում, բայց վերջը կամաց ավելի մեծ շտապով սկսեց դեղ գտնել։ Ուրիշ քահանաներ վստահ եմ գլինեն, որոնք ընդվզում ունեն, այսինքն ես կասկած չունեմ, որ կան սրծավ քահանաներ, կան հոգեվորականներ, որոնք իսկապես իրենց հոգու եւ սրտի մեջ հայրենիքի սերը եւ ինչ որ պատահում է Հայաստանում, մանավանդ Արցախի հետ պատահած, բոլորը իրենց անշուշտ ասում են իրենց վրա եւ իրենք ուզում են, որ բայկարեն էսու երևույթի դեմ, բայց որովհետեւ ամեն մարդ երևի ունի մի քիչ մտավախություն, որ իր ճաշտոնին, իր թիրքին կամ իր ունեցած եկեղեցու հովության նեղություն չստացվի։ Երևի դա է, այսինքն ուրիշ բան չէ։ Իմ բարական տարբերվում է մի քիչ, այսինքն ես հասկանում եմ իրենց։ Իրենք կարող է որ բարեսիրտ հոգեվորականներ լինեն, որ ուզում են ինչ որ բան ասեն կամ կրեն նույնիսկ, բայց կարող են նաև հաշվարկել դրա հետևանքները։ Իմ բարական դարբերը, որով ես թիմի մեջ եմ, բայց թիմի մեջ չեմ, այսպես ասած տեխնիկապես։ Ձեզ գործազուրկ են սարքել, այդպես կարող ենք ասել։ Հոգևոր իմաստով, հոգևոր կյանքում, այսպես օտարել են հոգևոր աշխատանքից։ Նայեք, չեն կարող իրենք որևէ ցեվով ինձ օտարել հոգևոր աշխատանքից, ինչքան էլ փորձեն։ Նայեք, հոգևոր աշխատանք, նախ մեկ ուղում անել եւ դուք արեցիք անշուշտ ինքնաբերաբար, հոգևոր կյանքը կորց չէ, հոգևոր կյանքը գոչում է եւ նվիրում է։ Մեր այսինքն եթե որ մենք ասես սկեստ գրում ենք եւ երբ որ ունես մի բան վրա որին հետևում ես եւ որի համար երթում ես դվել, որ նույնիսկ արյան կնով պաշտպանելու եւ հետամուտ լինելու, չի կարող անդարբեր մնալ։ Այսինքն նայեք, ես ապրում եմ այնպեսի մի քաղաք, որ ամեն տեսակ զվարճանքի վայր կա, Լաս Վեգաս։ Այստեղ հոգեվորականներ կան, խնդիր չունեմ, եւ օրը ցայներին չի լսվում այս հարցի մասին։ Օրը չլսեցի մեկ ելնի եւ խոսի։ Զվարճանքի վայրերը շատ են այստեղ։ Օրինակ ես հանգիստ կարող եմ իմ կյանքը վարել այնպես, որ գնամ սպորտով զբաղվեմ, գնամ իմ առողջության ավելի լավ նայեմ, որը դերին չէ շատ, գնամ օրինակի համար ասենք վայելեմ այստեղ, այնտեղ եւ այլն։ Ես որևէ բանի աչք չեմ տալիս։ Իմ կյանքը լրիվ առաջին աչքը սպասելուց առավոտ եւ արթնանում եմ, տակավին անգողնու մեջ խաչս անում եմ եւ աղոթքս ասում եմ։ Հետո կանգնելով ոտքի։ Իմ խորանի թեմաս աղոթքս ասել է վերջ։ Անցնում եմ հոգեվոր եւ ասկային կորձի։ Այսինքն նայում եմ թե ինչ է պատահում Հայաստանի մեջ, որովհետեւ ըստ այնմ եթե հագաստեցության գարիք կա, գրեմ բամը, կամ հագաստեմ, կամ անպայման խոսքն ասեմ։ Ոչ անպայման ամեն փոքր բանի, ամեն բանի բարձրան չես կարիք չի գտալու։ Բայց բաներ կան, որոնք չես կարող այլևս աչքաթող անել եւ ասել, որ իմ գործը չէ։
Եթե ամեն բան մեր կորձը չէ, ապա հոգեբարականի կորձը ինչ է, որ տեսեք Հիսուս Քրիստոս ամեն բանի չխոսեց, բայց դերին եկավ, երբ որ Աբեդարանում խոսեց։ Օրինակի համար, երբ որ կյանքում տեսնում ենք հարցեր, որոնց մասին հոգեբարականը չի կարող, բացարձակապես չի կարող անդարբեր մնալ, այդ ժամանակ հոգեբարականի բարդականությունը, սուրբ բարդականությունն է միջամտել եւ խոսիլ եւ մանավանդ ուղղություն տալ, որովհետեւ սա ոչ թե ասեն մեկը գասի, հոգեբարականը չպետք է սանի։ Սիրելիներ, հոգեբարականը իր հրամանները չի ստանում աշխարհիկ մարդոցմե։ Հոգեբարականը իր բարդականությունը, իր սուրբ գոչումին համեմատ ուղղությունը ստանում է Աստվածաշնչեն։ Եվ այնտեղ գտնված ամեն մեկ ուղղությունն, որտեղին գասի, դերին եթե պետք է, խոսիր, գրիր, պետք եղավ հանդիմանիր եւ պետք եղավ նույնիսկ օրինակ հանդիսացիր քո կյանքով եւ ամեն ցեվով, որովհետեւ մարդիկ իմանան, որ եկեղեցին միակ չի եղած, որովհետեւ դիստագադարության դուն լինի։ Քրիստոսի դունը դինամիկ հոգեվոր դուն է, այսինքն հոգին աշխատում է ամեն րոպե, որովհետեւ երբ որ տեսնես անարդարությունը, հիմա մարդիկ պիտի հա, ինչու այսպես, ինչու այդպես։ Շատ հեշտ է մարդումը վրա մեղք գտնելը։ Բայց մի րոպե, խնդրեմ, անոսպե մի րոպե, այսս քեզ տահակվիլ, այս բարդականությունը եւ այս տեսակ պատասխանատվությունը իրենց վրա վերցնել, եկեղեցուց մի սենտ չստանալ դարիներով, ես եկեղեցուց մի սենտ դարիներով չեմ ստանում, որպես աշխատաբարձ, այո, բադարակի գնում ես, բզդիկ շամուց դալիս են, խնդիր չէ, անալ ընդամենը 3.5 տարի դեպեց իմ կյանքում, բայց այս մինչև այսօր 2014-ից մուտքից 2014-ի հունվարից մինչև այսօրս ես աշխատում եմ իմ ճակտի կրդինքով որպես տադարանի թարգմանիչ։ Դրանից առաջ ավելի ծանր գործեր եմ արել։ Այո, եւ ցավալի է Տեր հայր, որ այսօր հայ առաքելական եկեղեցին ըստ էության ձեզ չի հրավիրում ուրեմն ծառայություններ մատուցելու, բայց հրավիրում են այլ խպտիները, այլ եկեղեցիները եւ դա ցավալի է իհարկե։ Եվ բայց ամեն դեպքում ուզում եմ վերադառնանք մեր եկեղեցուն։ Ըստ ձեզ, չգիտեմ, դուք կապ ունեք, շփում ունեք այլ հոգևորականների հետ, ինչ են մտածում։ Միգուցե այդպես հրապարակային ընդվզում չկա, օրինակ Հովնան arczepiskopos-ի այդ ցուցակին միանալու եւ այլն, բայց միգուցե ներքին խմորումներ կան, դուք ինչ կարող եք ասել այդ մասին։ Ներքին քննարկումներ, շփումներ կամ օրինակ մենք իմացանք, բոլորը սպասում են, որ կաթողիկոսի անունը կարող են նորից զեղչել նաև այստեղ, բայց պարզվում է, որ չեն զեղչում։ Իդեպ Լաս Վեգասում ինչպես է իրավիճակը։ Այո, մի քանի հարցեր դրեցիք մի հարցի մեջ, որոնց սիրում եմ պատասխանել բոլորին։ Նախ հոգեբարականների հարցով։ Ես ինչպես ասեցի, ես վստահ եմ, 100% վստահ եմ, որ կան հոգեբարականներ, որ սրծավ են։ Այսինքն իսկապես հայրենասեր դերք կան հոգեբարական եղբայրներ կան, բայց ոչ բոլորը։ Կան ոմանք, որոնք ուղղակի համոզմունքով այսօրվա այս իրավիճակի կողմնակից են, ցավալիորեն։ Եվ ես չեմ կարող դա ուղղակի պատկերացնել, թե ինչպես կարող է մեկը հայ հոգեբարական լինի, ասենք, եւ համաձայն լինի մի ամբողջ ազգիմը ուղղակի ցեղասպանության, որ Արցախի կողմից իրենց դուրս հանեն եւ ասեն, որ Արցախը մերը չէ։ Ինչ հոգեբարական որ ասի Արցախը մերը չէ, իմ աչքից գներեք, ոչ հայ է, ոչ էլ հոգեբարական։ Որովհետև հայրենիքը վաճառքի չի տրվել։ Եվ Հայաստանի Հանրապետությունը կամ Արցախը մեր հողը, որ նայեք կարևոր կետը, քնվել է նահատակների արյամբ, այսքան տարի։ Հիմա ինչ սխալ եղավ, ասենք իշխանությունների նախկին կամ ներկա իշխանությունից, այդ նահատակների արյամբ հողը չի ծախվում։ Եվ սրա համար է, որ ես գրվեցի, պայքարեցի այսքան տարի։ Որպես հոգեբարական ինչպես կարող եմ ես անդարբեր։ Երբ որ երիտասարդ տղան գնում է, այսինքն սահմանի վրա կանգնած իր հայրենիքը պաշտպանում է, գիտե որ կարող է ողջ վերադառնալ կամ անդամահատված վերադառնալ ընտանիքին, ես այստեղ դուրս նստած պետք է նստեմ իրեն նայեմ այսպես։ Բնականաբար ոչ։ Պայքարեցի ու կարողացածից չափ միջև իսկ ստրտի կատվածը ստանալու, այսինքն գնով եւ ստացա այդ կատվածը։ Ես չեմ ուզում ասել 2020-ին ինչեր անցա ես։ Չեմ ուզում ասել, որ մարդիկ չաս, բայց այդ գեդի մեջ հայ հոգեբարական անդարբեր չի կարող մնալ իր հայրենիքի, իր սրբությունների, իր եկեղեցու հանդեպ եղած ովևէ ոտնձգությանց օտարի կողմից։ Մանավանդ այս պարակայում Թուրքիայի
եւ Ադրբեջանի։ Նայեք, սա նորություն չէ։ Թուրքերի հետ մեր պատմությունը նորություն չէ։ Թուրքերի հետ մեր պատմությունը կգնա հետ մինչև 1071 թիվը։ Մանազգերտ։ Եվ դրանից առաջ Սելջուկյան արշավանքները։ Ես բոլորին ասել եմ, դուք որբեսի կարողանաք ամեն ինչ լավ ձևով հաշվեկշռել, հասկանալ, մի լսեք ինձ։ Գխնդրեմ բանակ Ալիստագես Լաստիվերցի գիրքը եւ այնտեղ ընթերցել թե այն ժամանակ ինչ են արել մեզ սելջուկները։ Անի սուրբ եկեղեցու մեջ, այսինքն որ սահմանից երևում է, անի մարտաճարի մեջ։ Եթե կարողացաք գիշերը քնել, բրավո ցեզի։ Բայց ասեմ ցեզ, որ այսինքն այս տեսակ փարփարոսների հետ, երբ որ մենք ապրել ենք 1000 տարի, եւ 1000 տարվա մեջ կարող եմ ասել դասնակներով ցեղասպանություններ արել են իրենք, փոքր ցեղասպանություններ ստանդար։ Բայց մեծակույնը, երբ որ եղավ 1895-ին հետո, նախ Համիդյան չարտերով, հետո Համիդյան չարտերից հետո Ադանայի չարտը 1909-ի, հետո 1915-ին մինչև 1923, դե անգևերջ բոլորս ալ եթե չեն հիշում, հիշեցնեմ։ Սովետական շրջանին ալ եղած է մեր հանդեպ այս տեսակ վերաբերմունք 88 թվականին, 90 թվականին, եղբայր սրանք մեր հանդեպ չունեն այն խաղաղության սերը, որ մենք իբր թե փորձում ենք ցուցաբերել։ Հիմա որովհետև շեղվեցի արդյոք կներեք ես հետ վերադառնամ, գներեք երբեմն գդարվեմ, բայց վետ վերադառնամ թեմին։ Թեմի մեջ այսինքն ինչպես ասացի, կան հոգևորականներ, որոնք սրծավ են, բայց միևնույն ժամանակ ես միակն եմ, որ ունեմ մի քիչ տարբեր այսպես իրավիճակ, եւ դրա համար է որ եւ մի քիչ էլ սուր քրիչ եւ մի քիչ էլ տարբեր բնավորություն եւ դրա համար է որ գրեցի։ Հիմա իմ հավատարմությունը մեր Սուրբ Եկեղեցու հանդեպ անսակարգ է։ Ես երբեք չեմ բաժարի իմ սուրբությունները, կյանքի կնով։ Եւ դրա համար անշուշտ ամեն մարդ իր կյանքով պիտի փաստարկի։ Իսկ հավատացյալ համայնքը, մեր ժողովուրդը, ովքեր որ այդպես հաճախում են եկեղեցի, մասնակցում են պատարակներին, մասնակցում են տարբեր, իրենք ինչպես են ըստ ձեզ արձագանքում այս ամենին։ Հիշեցի ձեր հարցը, որ հարցրեցիք վեհապարի անունը զեղչելու մասին։ Այո, դրա մասին, այո, որովհետև դեսեք երբեմն գարչի շողություն եմ գներեք շատ, բայց ասեցես։ Ես ինքս չեմ կարծում, որ այստեղ այս թեմաներս բոյեվի հոգեբարական հանդգնությունը գունենա, որ վեհապարի անունը զեղչի։ Ես չէի կարծում։ Եթե այդպես լինի, արդեն ընդհանրապես կգտնեն ինձ որպես արդեն իրենց ստրանը։ Եվ դրանից հետո Լաս Վեգասում, ես Լաս Վեգաս գնում եմ համարյա ամեն գիրակի, երբեմն բադահում եմ, որ կամ ասենք օրինակ համար շատ սպաղ լինելու պատճառով կարող այնտեղ չլինեմ, բայց գրեթե ամեն գիրակի այնտեղ եմ, Սուրբ Գերագոս եկեղեցում այստեղ, Ռեյնբոյի վրա։ Ուրեմն ունենք երկու հոգևորական ինձանից բացի, Հայր Սասունը եւ Դերնարեգը։ Ուրեմն երեքով միշտ բادرակի մասնակցում եմ։ Ինչ էին բարդականություն այնտեղ Լաս Վեգասում։ Լաս Վեգասում ես նախկին հովիվն եմ, այս եկեղեցու գրեթե առաջին հովիվներից։ Ինձանից առաջ եղել են երկու հոգևորական Դեր Ասողիգը, հետո Հայրասպետը, հետո ես, հետո Դերնարեգը, հետո Հայր Սասունը։ Ուրեմն բոլորս ծառայել ենք այս եկեղեցուներս, բայց այսօր ինչու չգիտես Սրբազանը ինձ բարձրապես ուրիշ վերաբերմունք ունի իմ հանդեպ։ Այդ մեկնան անշուշտ։ Խոսել եմ այդ մասին, ասկերաչ։ Բայց այս եկեղեցու մեջ ամեն գերագի հնչում է վեհապարի անունը։ Ես տեսնում եւ այս եկեղեցու մեջ բարտաճանաչ կերպով հիշադակվում է բادرակի բոլոր այն դեղերը, որոնք պետք է կանոնավորացվին։ Անշուշտ ես գարկում եմ ուրիշ բաներ կա, որոնց մասին ես մի քիչ անհամաձայն եմ, օրինակ բادرակի եղած ծևով։ Ամենայն թեպս դա իմանալիքը չէ, հոգևոր հովիվն է, որ ինքը գիտի, բայց ինչ որ ես անում եմ այնտեղ, Խորանին սպասարկում եմ, այսինքն սարգսակ չունեն երբեմն ունեին մեկը գնաց Պորտլանդ եւ ես Խորանին սպասարկում եմ, այսինքն ավետարանը գարտում եմ, թղթերը գարտում եմ, հետո վերապերում անում եմ եւ անշուշտ եկեղեցու մեջ ինչ որ քահանայի բարդականություն է լրիվ ամբողջովին անում եմ եւ ամենավերջում խոստովանահայրն եմ եկեղեցու, այսինքն բոլորը իրենց մեղքերու խոստովանության համար գալիս են եւ ես լսում եմ իրենց մեղքերը եւ ամենավերջում արձակումը տալիս եմ քահանայական, որ մե վերջ իրենք Հայր Սասունից ստանում են հաղորդությունը։ Այո։ Չեմ բادرակում։ Այո։ Սրբազանի որոշումով, բայց ամենայն թեպս իրավունք։ Շատ լավ։ Ուզում եմ ձեր կարծիքը իմանալ։ Արդյոք հնարավորություն տեսնում եք, որ
ոչ միայն Հովնան arczepiskopos, այլ նաև մնացած 9 կարող են վերադառնալ կանոնադրական դաշտ, այսպես ասենք, ինչպես մայրաթորն է կոչ անում ամեն անգամ հայտարարություն անելուց, թե այլևս արդեն դա ուշ է եւ եթե չվերադառնա կոնկրետ Հովնան Սրբազանը, արդյոք ճիշտ եք համարում կարգալույծ անելը մայրաթորի կողմից։ Նայեք, ամեն բանի մեջ ես տեսնում եմ Աստծո շնորհքները նախ, Աստծո գամքը։ Այսինքն մենք հոգևորականներս միշտ կանչված ենք նախ Աստծո գամքով։ Օրինակ ես չեմ կարող ուրիշի փոխարեն խոսել, բայց ես միշտ էլ որպես հոգևորական տեսել եմ մեգումը ապաշխարության հնարավորությունը։ Բոլորս մեղանչական մարդիկ ենք։ Սկսելով ինձանից, ամենամեղանչականը ես եմ աշխարհում։ Բայց ասեմ, որ երբ որ մարդ մեղանչում է, չի կարող ասել, որ այլ վերջ ես այլևս ովևէ ապաշխարության հույս չունեմ։ Այդ դասի համար էլ գա ապաշխարության հնարավորություն եւ ճանապարհը եւ կարծում եմ վեհապարը շատ իմաստուն է գտնվել, որ դողել է իրենց այսօրվա իմավորով, որբեսի իրանք եթե կարողանան վերադառնան։ Բայց արդյոք կվերադառնան։ Ես գտժվարանամ ասել, այսինքն չեմ գիտեր, իսկ նրանց հետ կապված օրինական հարցերը կամ այսինքն ասենք պատշգական կամ ղարքաբաղական հարցերը ինձ չի նարասել։ Ես չեմ որ պիտի որոշեմ դա։ Ես անշուշտ կարող եմ ունենալ իմ կարծիքը, բայց ես կկարծեմ, որ վեհապարը իր իմաստությամբ, իր փորձառությամբ եւ նաեւ իր խորհրդադու հոգեբարականների հետ միասին իրենք կորոշեն այլևս վերջին անգամ թե այս դասը եթե շարունակեցին այս քանթարար ընթացքը օրինակ տեսեք Էջմիածնում ինչ եղավ վերջին անգամ Իրաքի դա ինքնին արդեն այդ տեղում դա արդեն գարկալուծելի արարք էր այդ մեկը որ այդքան ամփոխներով հավաքված սուրբ հայրերու քերեզմաների վրա նայեք նորից մի բան պիտի ասեմ սուրբ հայրերու քերեզմանի մասին սիրելիներ վեհապարները քերեզմանները անդեղ չեն դրված որպես սարթարանք Էջմիածնի մուտքին Սուրբ Էջմիածնի մուտքին վեհապարներու քերեզմանները դրված են որպես մարդ ամենան երկյուղածությամբ մոդենան այդ ամեն մեկ մարդու քերեզմանը այնտեղ իրենց ամբողջ կյանքի ընթացքի ուղին է որ անցկացրել են այնքան դժվարություններով այնքան դանչանքներով եւ վերջին անգամ այդ սուրբ եկեղեցու ծառայության համար դրվել են դրան մուտքին դակամին որքան սուրբեր կան որ քերեզման անգամ չունեցան Ինչպես կարելի է այդպիսի վերաբերմունք ունենալ անալ սրբազանների ներկայությամբ, անոնք որոնք տակավին իրենց մղում են առաջ, որ այս եղբայր ես օրինակ տեսել եմ ուրիշ հավատների մեջ մարդիկ, որոնք չէին համարձակել իրենց փերանը բացել, փերանը քերեզմանի մեջ, քերեզմանի առջև, որով մայրաթոր Սուրբ Էջմիածինը մենակ այդ սրբազան դաջարը չէ որ այդտեղ է, որում մե առջև 1600 տարվա պատմությունը, այսինքն այսօրվա դաջարը որ կա մայրաթորի կամ Սուրբ Էջմիածնի, Վահան Մամիկոնյանն է որ լայնացրել է 5-րդ դարում եւ կարծեմ թե ինքն էլ մգրդվել այնտեղ, երբ չեմ սխալվում։ Նայեք որքան հնագույն պատմություն կա այդտեղ, որքան գեղեցկություն կա այդ ստրպադաշ քարերի թիմաց։ Ես որ Էջմիածնում ոչ ծնվել եմ, ոչ այնտեղի տվրևանքը հաջախել եմ, ոչ այնտեղի հացը կերել եմ որպես ուսանող, բայց իմ համար սրբություն սրբոց է դա։ Եվ ամեն հայի համար, իսկապես, ինչպես կարող է հայը այնպես վարվել այնտեղ, որովհետև թուրքը պիտի վարվեր։ Այս է իմ համար ցավը։ Իսկ եթե այլևս կվերադառնան, չեմ վերադառնա, դժվար է ինձ ասել, ես չեմ կարող աբական կուշակել, բայց կարող եմ ասել, որ վեհապարը վերջին անգամ երևի ստիպված լինի իրանց հետ վարվել, ինչպես արվորանգ է, ինչպես ասում են։ Հա, ինչպես դուք ասացիք, թուրքերը եւ ադրբեջանցիները փողեր են ծախսել հայ եկեղեցին քանդելու վրա, թուրքերը ավելի երկար ժամանակ, բայց չեն կարողացել անել։ Հիմա այնինչ որ իրենք չեն կարողացել անել, Նիկոլ Փաշինյանը շատ լավ անում է։ Եվ կարողանում է նաև հասարակությանը մոլորեցնել, որ դա ուզում ենք մաքրել մեր եկեղեցին եւ այլն, այդպիսի կեղծ եւ կան հավատացողներ իհարկե, շատ քիչ, բայց կան։ Ամեն դեպքում, այսինքն եթե կարգալույծ լինեն, օրինակ ես որքան գիտեմ, այստեղ թեմի առաջնորդ ընտրվում է համայնքի կողմից, ծխի կողմից։ Կարող են օրինակ ասել, ես չեմ ենթարկվում եւ դա շատ վատ հետևանքներ եմ ես այդպես կանխատեսում ինչ կարող է ինչ որ նոր կաթողիկոսություն է ստեղծվել, նոր թեմ է բացվել, նոր ինչ է լինելու։ Ոչ։ Արդյոք դա այդպես
հետևանքները շատ կործանարար կարող են լինել ձեր կանխատեսումներով, թե ամեն դեպքում մեր հավատացյալ ժողովուրդը կմնա մեր առաքելական սուրբ հավատքի կողքին եւ ոչ թե այն մարդկանց, որոնք ուզում են քանդել եւ սկսել են այդ գործը։ Նախ սկսելով թուրքերից ասեմ, որ թուրքերը նորություն չէ, որ մեր եկեղեցին ուզել են քանդել։ Երբեք եղել է, որ թուրքը չի ուզեցել մեր եկեղեցին քանդել։ Մեզ իսլամացնել օրինակ եմ։ Ես որ արաբակետ եմ եւ իսլամակետ, օրինակ եմ շատ լավ գիտեմ, թե իսլամի մտածողությունը ինչպես է։ Մանավանդ նայած որ դպրոցին է դեմ։ Հանեֆի, Համբալի, Շաֆիի եւ այլն։ Այս բոլոր դպրոցների հետ կապված թուրքերը ընդհանրապես երբեք չեն ուզեցել, որ հայը մնա հայ եւ քրիստոնյա եւ այնտեղ գոյադեպի իրենց գտիլակ։ Հետևաբար, եթե նախապես սուրով են դա արել զենքով, հիմա փորձում են փողով անել գաշարկով։ Եթե ժամանակին Հազգերդյան ցևով ուզում են մոդենալ հարցին, հիմա Բերոզյան ցևով ուզում են մոդենալ հարցին։ Գիտեք Բերոզնովը պատմության ընթացքում։ Ուրեմն, նայեք, Նիկոլ Փաշինյանը ինչ կուզե թողանի։ Ես ցեզի աբեդարանից մի փոքր հատված դարձամ այստեղ եւ գասի։ Հիսուս Քրիստոս մեր Տերը գասի, ճշմարիտ ցեզ ասում եմ, ով որ թռնից չի մտնում ոչխարների կավիտը, այլ ուրիշ տեղից է բարձրանում, նա քող է եւ ավազակ։ Սա իմ խոսքը սա դիրոջ խոսքն է, մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի։ Իսկ ով որ թռնեն կմտնի, հովիվ է ոչխարներու։ Հիմա բոլոր Հայաստանի ժողովրդին ասեմ հետեւյալը. ով է թռնից մտնում ամեն գիրագի, մայրաթուր, վեհապարը, Դենիգոլը, իր փանագով, զորքով, իր վարձված մարտոցմով, իրանց սպառնալիքներով, սա նա հերախոսներ ցես կորձից կհանեմ, SMS կողարկեմ, այս կանեմ։ Բոլոր ժողովուրդը, որ գիտակցություն ունի եւ նվիրում ունի զինվորի պես կանգնելու իր սուրբ հավատքին պաշտպան, երբեք թույլ պիտի չտա, որ ավազակը, որ փորձում է բադոհանից մտնել, արաստաղից ներս մտնել, տագից հադագից բարձրանալ, կամ ինչ որ արդեն ծևերը հիշում եք մեկ անգամ արեցինքը։ Այո։ Հիշեք։ Այո։ Իսկ եւ ճշմարիտ քրիստոնյան մեր հայրաբեդը կամ այսինքն ասենք բոլոր անոնք, որոնք ճշմարիտ քրիստոնյա են, եկեղեցի մտնում են ուղիղ գծով շարքով դեպի ներս։ Եվ ամբողջ ժողովուրդը իրենց արդեն ժողովուրդ ինքնապուխ ասում է վեհապար։ Ես չեմ ասում վեհապարը մեղավոր անց չի։ Բոլորս մեղավոր։ Ես առաջին մեղավորն եմ ինքս։ Ով մեղ չի կորձում այս աշխարհի վրա։ Մեկը եթե գա, որ մեղ չի կորձում, կխնդրեմ, հանդիպենք այդ անցին։ Գոյություն չունի, որովհետև Աստվածաշունչին գսե ով է անմեղ բացի Աստծո։ Բայց ուր երբ որ մեկը ուզում է գա հապշտակել, արնել, որով ով վեհապարը մեղավոր է։ Գիտեք, անգլերեն խոսք կա, I'm holier than thou։ Գիտեք, անգլերեն ասում։ Holier than thou։ Ես քեզնից սուրբ եմ։ Եթե այդպես է, այդ մարդը նախ քրիստոնյա չի ասում է ես քեզնից սուրբ եմ։ Մի սխալվեք սա եկեղեցու թեմ։ Ինչու՞ է եկեղեցին բարակտել, որովհետև մեկ աղանդավորը, որ հայրենիք քանտեց գոդորեց մեր ամբողջ մշակույթի թեմ աշխատեց եկեղեցու թեմ, դպրոցի թեմ, պահանջատիրության թեմ, այսօր գնացեք ծիծեռնագապերտ, այդ իրավիճակի պատասխանատուն ով է։ Ես եմ։ Դուք եք։ Անշուշտ մեկն է այնտեղ նստած, որ թուրքերուն հրահանգները մեկ անում է։ Եվաղը երբ որ ընտրվեց, ասենք թե Ալիևը ասեց, որ հայդե պիտի Սյունիքն էլ դակմես։ Եվ սա պիտի չկարողան ասել, չէ, չեմ դա, որովհետև երկու կողմից պիտի հարցակեն առնեն։ Այսինքն նայում ով է պաշտպանելու իրեն։ Եղբայր դուք երբ որ Հայաստանը ծախում է մարդը, եւ հետնալ դակավին խումբը մարդիկ կան, որ իր հետ էլ ծախված են, որ հետը բդդասնում է, դանում բերում է։ Ես կուզենայի հասկանալ, թե ուր է սրանց հայրենասիրությունը այլևս, ուր է սրանց հավատասիրությունը, ուր է սրանց որփին, աղկադին, դրանգին, այն մարդուն, որ այսօրվա օրվա հացը չունի, օրվա թեղը չունի ուտելու, խմելու, կամ հացը չունի, կամ գոշիկ առնելու փողը չունի։ Սրանց պաշտպանելու տեղ ելերն մենք պետք է վեհապար փոխենք եւ սուրբ մարդ բերենք։ Ներողություն, կխնդրեմ այդ դասի մեջ ես թող չլինեմ մեղավոր, այսինքն թադավորը մեղ Աստծո, բայց իրենք թողսեն թե իրանցից մեջ որն է սուրբը։ Թող տնեն այդ սուրբին, եթե կդան, կամ իրանց հետերին գեցած մարդուց։ Եվ որ Նիկոլ Փաշինյանը որ Փերանը աղդոտ հայույանքներով լեցուն է, մարդիկ որ 4 կողմն է գիտեն, եւ այսօր նստած աշխարհի կյանքով է զբաղված, բայց երբ որ սուրբ օրերը հասնեն, ավաղը գուկա, այսինքն օրինակ ասեմ ցես նոր դարին եւ սուրբ սնունդը, գելդե ժողովրդին դիմաց
Սամոսը գարտա աղանտավորի վես, որով ես ինքս փոխական դրոց գնացել եմ։ Ես շատ լավ գիտեմ փոխականյան մտայնությունը։ Լավ գացնում։ Այսինքն ես դարիներով ուսանել եմ փոխականյան համալսարանները եւ որպես արաքելական, հայ արաքելական, շատ լավ հասկանում եմ թե փոխական ինչպես է մտածում։ Շատ լավ։ Այսինքն եթե գնամ Հայաստան, աղանտավորի մտայնությունը գիտեմ, գարտամ։ Եվ սա աղանտավորի մտայնություն է։ Վահե Պետրոսյան, այդ Արթուր Սիմոնյան եւ այս տեսակ աղանտավորներ են, որ իրեն ուղղակի խորհուրդներ են տալիս, որ այսպես այնպես եւ ինքն անում է։ Սրանց էլ սպառնում են, սրանք էլ հետևում են։ Հետևաբար մեր ժողովուրդը պետք է խապվի, սիրելեն մի խապվեք, մի։ Եթե ծեր երկրի ղեկավարը լինի, օրինակ, ասենք ծածկված մուսուլման, դուք ամեն ասածին պիտի հետևեք։ Վաղը պիտի ասի մեզ այփուփենալ փոխենք։ Պիտի փոխեք։ Մույս օրը պիտի ասի հավատն լուրացեք, իսլամություն ընդունեք, այդել պիտի անեք։ Ուրեմն այլ լավ է հայ չունենաք։ Հիմեք վանից անցնեք։ Այսինքն ասում է խաղաղություն։ Եղբայր ինչ խաղաղություն։ Ես ամեն մարդու հետևյալն եմ ասել։ Գներեք ինձ։ Եթե պաշտպանում են այսօրվա իշխանությունը, դուք հավատում եք ադրբեջանցիների հետ խաղաղության։ Կգարձեք թե թուրքը իսկապես խաղաղության այսինքն համամիտ է ձեր հետ։ Եթե այդպես է, կխնդրեմ, մեկ շաբաթ ընտանիքով տեղափոխվեք Ադրբեջան, հետո խոսեք։ Ուրիշ բան չէ։ Այո, Տերայր, համոզված եմ հետևել եք լրահոսին, Նիկոլ Փաշինյանը օրերս մի այդպիսի հայտարարություններ արեց, որ դարեր շարունակ մեր եկեղեցու, մեր կաթողիկոսին նշանակել են Թուրքիայում, չգիտեմ ինչ։ Մեկ այլ, այսպես նիկոլական Արբանյակ կուսակցության ղեկավարել ասում էր, որ եկեղեցին պիտի քանդենք, ասում են, պիտի քանդենք, որտեղ դա միակ կապող օղակն է Ռուսաստանի հետ, KGB-ի հետ, չգիտեմ, այսինքն ով այսօր խոսում է, որ մենք պիտի մեր եկեղեցին պաշտպանենք, որակում են KGB-ի ագենտ, ռուսների ագենտ, չգիտեմ ում ագենտ, բայց միաժամանակ նաև լուր իմացանք, որ Էրդողանն է խոսել հայ եկեղեցու մասին, այսինքն լրատվական թուրքական լրատվամիջոցներից մեկն էլ ասել էր, որ կաթողիկոսի հարցն փոխելու հարցն են լուծելու, այսինքն սա ինչ է, ինչպես հասկանանք, ինքնախոստովանություն է, որ այս հրահանգները կաթողիկոսին փոխելու գալիս են Թուրքիայից կոնկրետ եւ իրենք արդեն ունեն իրենց տեխնացուն։ Թուրքիան միշտ էլ փորձում է իր ամբողջ լծակները այս բանամատ սա գոչվում է ոսկյա արիթ Թուրքիայի համար։ Սա իրենց ոսկյա արիթն է, այսինքն այս հիմնական ժամանակաշրջանը 7 տարի արդեն իրենք հարցերը մեկ-մեկ լուծեցին, Արցախ, Ցեղասպանություն, Արարատ եւ այլն։ Գիտեք, Թուրքիան միշտ խնդիր ունեցել այս հարցերի հետ։ Հիմա մնացել է եկեղեցին եւ սփյուռքը։ Եկեղեցին եւ սփյուռքը։ Եկեղեցին կանտերով սփյուռքի մեջ ալ խլորդուկ ներդելու սա իրենց միակ, այսպես ասած, արիթն է։ Նախ ասեմ տեխնազուի մասին։ Թուրքիայում հայոց պատերյարքը, Սահակ պատերյարքը իբադիվիրեն։ Ես գիտեմ, որ շատ շնորհալի հոգևորական է։ Այսինքն Սահակ պատերյարքը չեմ կարծեր, որ ովևէ ժամանակ ինքը որ հիմա արդեն Թուրքիո հայոց պատերյարքն է։ Եվ կարծեմ թե իր մեալ հարմար մանց չգա այստեղ հիմա այս բայդրությամբ որբեսի այդ նոսրացող համայնքի վրա ավելի իմաստուն ղեկավար լինի։ Կարծեմ թե ինքն է։ Եվ ինքը կարծեմ թե ավելի իմաստուն է, որբեսի այսօրվա օրով չեմ կարծում, որ ինքը փորձի իր մենտորին, իր ուսուցիչին, իրեն դեղ հասնող կարիքին վեհապարին աթորը հափշտակելու մասին դա։ Ես այդ կարծիքը չունիմ Սահակ պատերյարքի մասին։ Նիկոլ Փաշինյանը ոչ թե այս կամ այն մարդը գփապակի տնե։ Նիկոլ Փաշինյանը մեկ նպատակ ունի եւ Իրանի այս 10 եպիսկոպոսները հասկանան սա, որ ոչ թե հայ եկեղեցին բարեփոխելու, ուղղելու, ինչ գիտնամ սա։ Նիկոլ Փաշինյանը մեկ նպատակ ունի, միայն մեկ, աթորին կանվելու միջև մահ։ Սա է իր նպատակը, որով այն բահին, որ աթորից իր դագից գնաց, ինքը եւ իր ամբողջ իշխանությունը ամբողջ քարտե փուրուկի պես պիտի փլուզվեն ամբողջովին եւ ամբողջ ժողովուրդը որ այսօր միջև քիթը միջև իր ճակատը լծված է սրանց ոչիրների սահմանադրական օրինական տադական ռազմական օրենսդրական կորզատրային ամեն տեսակ խախտումներով չեմ կարող ասել եղբայր սահմանադրության մեջ գետնը չկա որ սա չխախտել այլևս իրենք ոչ մի քանի մահապատիժ կհասնի սրանց ոչ թե մեկ մի քանի մահապատիժներ այսինքն
Սա է իր վախը։ Իր վախը այն է, որ ինքը հազիվ աթորը գործրեց, բոլորն ահավոր պիտի հալած բռնվեն նախ, եւ եթե թող չգարձեն, որ սրանք պիտի փախնեն։ Որովհետեւ Հայաստանը Ինտերպոլով սրանց պիտի հետապնդի։ Շատող լավ իմանան բոլորը, որ Ինտերպոլ գա եւ գա Հայաստանի հետ բոլոր այսինքն ստորակրած այն երկրները, որոնք Ինտերպոլի օրենքներում բիհանազանտին, եւ օրը սրանք բոլորն ապիտի ներկայանան դատարան ուզեն թե չուզեն, գամալ ինքնասպան պիտի լինեն։ Որովհետև չի կարող ասկիմը ճակատագրել ասպես խաղալ եւ կարծել թե ամեն բան կարող են անել իրենք որ ասում են միշտ գսիրեն ասել նախկիները թալանել են նախկիները գերել են ես դա փանչուսի օքեյ եղել է ասենք թե իսկ հիմա ինչ վիրավիճակի մեջ հիմա Հայաստանը թրախտ է վստահաբար Հայաստանը հիմա ապրում է իր ամենակեղեցիկ շրջանը Հայաստանը հիմա երկնային արքայություն է երկրի վրա ամեն մարդ մեռնում է այսօր Հայաստան կնա ապրի եթե այս բոլորը չեն տեսնում Եվ վտանգը չեն զգում։ Վաղը երբ որ ադրբեջանական ժողովուրդը կա եւ ծեր մեջ ապրի։ Վաղը երբ որ ադրբեջանցի դառնա քեսը գյոր արմենի։ Այսինքն ուրիշ չշարունակեմ թուրքերենով։ Այսինքն այս բոլորը չեն զգում։ Չեն տեսնում երբ որ ադրբեջանցին կա է ծեր երեխաներին մորթի ծեր արչեվ։ Ադրբեջանցին կա Երևանը ասի սա իմ քաղաքն է ոչ թե ծերը։ Երևանը մերն է ոչ թե ծերը։ Սա է կուզում։ Արդեն ասում են։ Խնդրեմ, շարունակեք։ Այո, ասում են, այո։ Եվ ոչ թե ես ադրբեջանցիներուն ասում եմ, ոչ թե սա արևմտյան Ադրբեջան է, այլ ծեր երկիրը արևելյան Հայաստանն է։ Այո։ Ծեր երկիրը միջև Գուրքետ արևելյան Հայաստանն է։ Եվ ոչ ոք սա չի կարող ուրանալ։ Այո։ Եթե իրենք դա չեն ուզում տեսնել, բոլոր հայկական բանակով կտեսնեն։ Մտածումների, մտքերի, քննարկումների արդյունքում ի վերջո գալիս ենք հանգում ենք այն հարցին բախվում ենք այդ հարցին, թե ինչ անել, ինչ պետք է անի արժանապատիվ հայը, այն հայը, որի համար ստամոքսը, կուշտ լինելը եւ փող ունենալը հարստությունը արժեքներ չեն, ավելի մեծ արժեքներ կան, օրինակ հայրենիքը, այդ մարդիկ բարեբախտաբար կան եւ քիչ չէ դրանց թիվը եւ Հայաստանում եւ Սփյուռքում, ինչ պետք է անեն այդ մարդիկ, ձեր կարծիքը եւ ամփոփենք մեր զրույցը։ Բոլորս գիտենք։ Ամեն երկիր գոյատևում է մեկ նշանապանով, մեկ ուժով։ Բոլորն պետք է համախմբվեն իրենց գաղափարի շուրջ, մեկ ազգային գաղափարի շուրջ։ Այս է հայրենիքը։ Ամեն հայ ինքսիկը մեկ հարց պիտի տա։ Ձեր ստամոքսեն, ձեր կրբանեն, ձեր ամեն ինչն առաջ, հա։ Խնդրեմ, մանավանդ զզվելի ստամոքսից ու կրբանից։ Ես ալ ստամոքս ունեմ, ես ա կրբան ունեմ, բայց իմ ստամոքսը կրբանը հայրենիքից վեր չեմ տասում։ Բայց մեկ հարց։ Հայրենիքը ձեր համար ուդել խմելու քնելու դեղ է, դե դեղը որ սրբություն է եւ գբատկանի ոչ թե ցես, այլ հաջորդող սերունդների որ բիլիկան ծեր հետևից։ Նրանց մասին մտածել եք Օրմը մտածել եք ձեր սերունդները որ ծերնից հետո պիտի կեցես հաջորդեն։ Սրանց համար մտածեք։ Ուրեմն ինչ պետք է անել։ Եղբայր պետք է համախմբվել մեր ազգային նպատակների շուրջ։ Լիբանանն ալ նույն խնդիրներ ունեցավ, Սիրիան ալ նույն խնդիրներ ունեցավ, ամեն ազգ Կուբան ալ, Արժենտինան ալ, Մեքսիկոն ալ, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ալ, բոլորն ալ ունեցել են խնդիրներ իրար միջև փախումներ, բայց վերջին անգամ եկել են այն գաղափարին, որ հայրենիքը ամեն բան է վեր է, ամեն բան է վեր։ Աստծո հետո, առաջ Աստված հետո հայրենիք։ Հետևաբար մենք պետք է համախմբվենք մեր ազգային նպատակների շուրջ։ Ես որ հոգևոր մարդ եմ, վերջին ծայր, ես ասում եմ, ես ինքսիկս պատրաստ եմ զենք բռնելու։ Եվ բոլորս պիտի համախմբվենք մեր հայրենիքի, մեր նշանապանի, մեր թրոշի, մեր ազգային նպատակների, որ թուրքը պետք է հեռանա մեր սահմաններեն։ Այսօր մտել են Հայաստանի սահմաններից ներս եւ մենք տակավին մտածում ենք ինչպես խաղաղություն։ Ակիչ առաջ ասեցիք այդ հիմարի մասին, որ ասում է Ռուսաստանից կդրենք կապը։ Ներողություն, Հայաստանից եկեղեցու կապը մենակ Ռուսաստանի հետ է, Հայաստանից եկեղեցու կապը աշխարհի բոլոր երկրների հետ է։ Իրա նպատակը իսկ իրա մտահոգությունը փորացավը քաղաքականն մենակ։ Եվ ափսոս որ սպարաբեդի եղբայրն է։ Սպարաբեդը ներգծակեր իր երեսին։ Որովհետև մարդուկ մնե։ Իսկ ես որպես հայ, ճագարս փած ասում եմ, հայ ժողովուրդ կխնդրեմ, ցեզ մեկ կխնդրեմ, ցեզ կհանձնարարեմ, ցեզ կխրադեմ, դո ցեզ կհրահանքեմ, որպես քահանա, ոտքի կանգնեք ձեր հայրենիքի պաշտպանության համար, եւ հերիք է վախենակ, վախը մարդուն կսպանե,
Ինչից եք վախենում, ես չեմ հասկանում։ Թաղած ունեք պաշտոնալ ամեն ինչ տալ։ Վաղը պիտի մեռնեք, երթակ քերեզման պիտի մտնեք։ Ոտքի գանքնեք ձեր հայրենիքի պաշտպանության համար։ Ոտքի գանքնեք ձեր որդիների սիրո համար։ Ոտքի գանքնեք ձեր խաչի, ձեր ավետարանի, ձեր այփուպենի համար։ Ոտքի գանքնեք ձեր հայ անվան համար, ձեր անվան երևը որ յան մգա։ Բադիվ ունեցեք, թասիպ ունեցեք, այն ժամանակ է որ գսկա հայը գսկացածվի, ինչպես որ մարդը որ չի զգում ինչը կատարվում, երբ որ ապտակը գուտե ուժեղ, նոր գսկաստանա գսկա թե ինչ եղավ դա եւ գսկա որ ինքը որ հայրենիքի որդին է։ Ես Հայաստան չեմ ծնվել, բայց ես որպես հայ բոլորին հետ պատրաստ ենք գնալու այս հայրենիքը պաշտպանելու։ Այս մարդեն որ Թուրքի կամագադարն է։ Այս է մսած եղբայր։ Ուրիշ բան մենակ ասեմ, մեր Տեր Հիսուս Քրիստոս մեզ ուղեղ տվեց, խելք տվեց, հոգի տվեց, շունչ տվեց, որովհետեւ սկաստանանք, արտանանք, իմանանք, որ չի կարելի այլևս անդարբեր մնալ։ Անդարբերությունը մեր ազգի գործանողը եւ փողասիրությունը, տրամասիրությունը։ Այս պետք է մոռացվի եւ պետք է դառնանք իսկական հայ, իսկական քրիստոնյա եւ իսկական մաքուր մարդ այս աշխարհի վրա։ Շնորհակալ եմ Տեր հայր հետաքրքիր զրույցի եւ շատ լավ ուղերձների համար։ Շնորհակալություն նաեւ ձեզ, սիրելի հետևորդներ, իմ զրուցակիցը Տեր Սերոբ Քահանա Ազարյանն էր, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։